Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, տեսնում եք, որ ժպտում եմ, տրամադրությունս լավ է, առաջին հերթին, որ ուզում եմ ձեզ փոխանցել այն է, որ Սառնարանը նորմալ աշխատում է, այդ ամենը գրքով կատարել ենք և Սառնարանը սկսել է նորից նույն ձևով աշխատել, որի համար անչափ ուրախ եմ, գիտեմ, որ դուք էլ ինձ հետ կուրախանաք, ինչպես որ երեկ ինձ հետ անհանգստացաք, սիրելի հետևորդներ ջան, ընդհանրապես մի տան անդամները, երբ որ իրենց սիրտն են բացում, դրանով իրենց սիրտը հանգստանում է, տրամադրվում են և չեն ընկճվում։ Ես էլ նույնը կատարեցի երեկ ձեր հետ, քանի որ մենք էլ այս տարիների ընթացքում դարձել ենք YouTube-յան մի մեծ ընտանիք, որի համար անչափ շնորհակալ եմ բոլորիդ, որ իմ կողքին եք այսքան ժամանակ, իմ հավատարիմ հետևորդներ ջան, բոլորիդ ամենալավն եմ մաղթում այս բարի լույսի հետ։ Ես իմ տնտեսության գործերը առավոտյան ժամերի կատարել եմ, դրան գումարած, հասցրել եմ գնալ խանութներով ու շատ կարևոր ապրանք եմ գնել բերել, շուտով դա էլ կասեմ և ցույց կտամ։ Եկեք հիմա մի բաժակ դառը կոֆե եփենք, վայելենք, մի քիչ էներգիա ստանանք այդ մի բաժակ կոֆեից և մեր գործերը առաջ տանենք։ Չնայած որ լույսերը հիմա կա, սիրելի հետևորդներ ջան, բայց հայտարարություն են տվել Facebook-յան էջում մեր տարածաշրջանի, մեր գյուղի ղեկավարությունը էջ ունի, ոնց սիրում ենք ասել գրուպա ունի և հայտարարություն է տարածել, որ այսօր ընդհանուր անջատումներ կլինեն, ժողովրդին զգուշացրել են, նախազգուշացրել են, որ ամեն մարդ իր գործը լավ իմանա և հասկանա, թե որ ժամին ինչ պետք է ձեռնարկի։ Ասեմ, որ այդ հայտարարությունը, որ ես տեսա, ես էլ զանգել եմ իմ ծանոթներին եմ ասել, քանի որ երբեմն պատահում ա, որ մարդիկ են գործերով զբաղված, այս գարնան շրջանում բոլորս ենք շատ զբաղված ու երբեմն ժամանակ չի լինում թերթել համացանցը և տեսնել այդպիսի նորությունները։ Սիրելի հետևորդներ ջան, երեկ որ ձեզ այդքան անհանգստացրի, ստացել եմ ձեր բոլորիդ ջերմ խոսքերը, բարի խորհուրդները, շատ կարևոր խորհուրդներ եք ինձ տվել, շատ շնորհակալ եմ, բոլորը կարդացել եմ և այնպիսի պահ ա լինում, որ երբ որ ինչ-որ մի բանից անհանգիստ ենք լինում, այդ պահին մենք կարելի ասել երբեմն չենք կողմնորոշվում, թե ինչ կարելի է անել, միայն սկսում ենք անհանգստանալ և ատեղի մեր սրտին ցավեցնել, մեր տրամադրությունը գցել, բայց քանի որ ես ձեռք եմ բերել YouTube-յան մեծ ընտանիք և արդեն տվյալ պահերին, երբ որ ես կիսվում եմ իմ այդ անհանգստությունով, ապա անմիջապես ստանում եմ ձեր բարի խորհուրդները։ Ուրախ եմ այդ ամենի համար, սիրելի հետևորդներ ջան, մարդը մարդով է ուժեղ և մենք միասին ուժեղ ենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր նոր են պատահաբար մտել իմ մեջ և դիտում են և չեք հասցրել, որ բաժանորդագրվել, ապա դուք էլ բաժանորդագրվեք, միացեք մեր YouTube-յան մեծ ընտանիքին, որպեսզի այս մթնոլորտը էլ ավելի ջերմությունը շատանա և տարածում գտնի։ Գիտեք, որ նույն խոսքերն եմ ասում, երբեմն չեմ սիրում կրկնվել, սիրելի հետևորդներ ջան, մի ժամանակ կար, որ չէի սիրում նույնիսկ ասել, որ բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, մտածում էի, որ ամեն անգամ ձեզ այդ իմ զրույցով չզանձրացնեմ, բայց դա շատ կարևոր է, երբ որ ես ամեն անգամ իմ վլոգի մեջ փոքր-ինչ հիշեցնում եմ, քանի որ մենք մարդիկս տարված ենք մեր հոգսերով, մեր գործերով, այդ պահին դիտում ենք, հետո ինչ-որտեղ այդ մասին կարելի ասել չենք մտածում, որ կարելի է այդ մարդուն օգուտ տալ, բաժանորդագրվել, լայքել, տարածել։ Մի քիչ երկար ստացվեց, բայց դա է։ Ընդհանրապես, երբ որ զրուցում ենք, պետք է մեր զրույցը այնպես կազմակերպենք, որ մեր զրուցակիցը մեզ լավ հասկանա և ամեն բան պարզ լինի, բոլորիս։ Այո, դա ճիշտ է, որ երբեմն մենք հոգսերի մեջ խորացած շատ բաներ, որ մանրուք է թվում, սակայն այդ մանրուքները կարևոր են լինում մեր կյանքում։
Սիրելի հետևորդներ ջան, հավերս բաստված են, եկել եմ, որ կոֆե փեմ, իմ ուրախությունը կիսեմ առաջի հերթին, որ իմ սառնարանը աշխատում է, չի փչացել, և ասենք չեմ զբաղվել հիմա էլ, որ դիմեմ հատուկ մարդկանց, մասնակետի և այլն, կամ էլեկտրոցանցին դիմեմ, քանի որ տվյալ պահերին, այո, իսկապես, որ գրել էիք ինձ, իսկապես պետք է իրենք այդ ամենը, քանի որ իրենց մեղքով է լինում, իրենք այդ ամենը օգնեն մարդկանց։ Չգիտեմ, թե ում մոտ ինչպես է ստացվել, մարդիկ կան, որ միգուցե իրենց սառնարանի վրա չկա այդ կնոպկան, այդ ապահովիչը, և իսկապես վնաս են կրել, ապա այն խորհուրդը, որ ինձ եք տվել, ես էլ փոխանցում եմ, միգուցե դուք չեք անցել գրառումների բաժնով, չեք կարդացել, ապա բարձրաձայն ասեմ, հատկապես, որ ինձ դիտում եք նաև հեռուստացույցով և այդ ժամանակ չեք կարողանում գրառումները կարդալ, դրա համար ուզեցի փոքր-ինչ բարձրաձայնել, որպեսզի նորից օգնած լինեմ ձեզ, եթե հանկարծ վնաս եք կրել, ապա կարող եք էլեկտրոցանցին դիմել և նրանք վնասները կհատուցեն, սիրելի հետևորդներ ջան։ Իմ կոֆեն եփվեց։ Ես այստեղ չեմ լցնում, արդեն ինձ գիտեք և գնում եմ դուրս, այնտեղ կլցնեմ և իմ հավերին կհսկեմ, որից հետո արդեն իմ գործերով կմիանամ ձեզ, նաև ցույց կտամ, թե այսօր ինչ եմ հասցրել գնել իմ տնտեսության համար, որ այդքան կարևոր էր և ցկցկվում էր։ Սիրելի հետևորդներ ջան, օրվա այն ամենախաղաղ վաղտնա, ժամանակ առ ժամանակ լսվում է իմ սոխակների երգի ձայնը, ծաղիկներս են քամ ու ծորորվում ու իրանց բույրմունքը տարածվում է։ Եկել եմ ցույց տամ, թե ինչ ապրանք եմ գնել, շատ կարևոր իմ տնտեսության համար։ Այս սետկաներն են, 30 մետր սետկա եմ գնել, այս մեկը, այս կողքինը շուտ էի գնել հավերի տեղը փակելու համար, 7 մետր ավելի ցուկ էր տվել, ու թենց էլ մնացել է, չնայած միտք ունեմ, որ այդ տարածքը մեծացնեմ, հա, զանգի զրանգի, ինչ եք հոտոտում, մեծացել եք, էլ ձեզ չեմ գրկում, խելոք, լավ թափ են առել շները, սիրելի հետևորդներ ջան, յասամանը կոկում էլ է, սոխակներս յասամանի թփի վրա երգում են, ճիշտ արևային է, բայց նաև սառը քամի է փչում, քանի որ լալվարը դեռ ձնած է, հետո այդ սառը քամին մեզ է հասնում, քամին նաև ամպերը բերում են փագում արևի առաջը, մին մթնում է, մին լիսանում է, ասեմ, որ հոսանքը չկա, հոսանքը տարել են, սիրելի հետևորդներ ջան, հոսանքի հետ կապված ոչ մի գործ, չենք կարանենք մի քանի ժամ, ճիշտ աշխատանքի էլ եմ գնալու, չգիտեմ ոնց կստացվի, այս վլոգս երբ կարամ ձեզ հասցնեմ, քանի որ ամեն բան կապված է հոսանքի հետ, այս պահին վայելում եմ իմ շուրջը, ձեզ եմ միացել, ձեր հետ զրուցում եմ, տեսնեմ գործերս ոնց կընթանա, կոֆես վայելել եմ իմ տնտեսության մեջ պտտվելով, իմ շուրջը նայելով, որ հասկանամ, որ գործը որից հետո պետք է անեմ, ոնց պետք է շարունակություն տամ։ Այս սետկեքի որակը շատ ընտիր է, շատ հավանեցի, այդ վերևի մասերը ոլորածը, ինքը չժանգոտվող է, փայլուն և ամուր։ Իսկ այս կողքինը, որ շուտ առել էի հավերի տեղը փակելու համար, դա մի քիչ բարակոտ է, էդ էլ չի ժանգոտվող, բայց այս մեկը համեմատաբար մի քիչ հաստ է երևում, շատ լավն է։ Այդ տարածքը, որ ուզում եմ փակեմ, սիրելի հետևորդներ ջան, իմ բաղուբաղչեն ապահովեմ, էլ են առաջվա թիվը չի, որ երկու ջախվեր դնենք, ասենք չափարարինք, մի շատ մարդիկ իրանց այդ տարածքը տուֆով ցանկապատ են անում, բայց թե հին խոսք է էլի, ամեն մարդ իրավոտը իրա յորղանի չափով է մեկնում, իրա վերմակի չափով է իրավոտը մեկնում, ամեքս մեր ձևով, մեր չափով, մեր գործերն առաջ տանենք, կարևոր աշխարհը խաղաղ լինի, մենք էլ առողջ լինենք, վայելենք մեր ապրած կյանք, ինչքան որ Աստված մեզ է պարգևել, սիրելի հետևորդներ ջան,
մեր պապերն էլ ժամանակին, որ այդ փշոտակացին են դի շարել, որ չափարելի, այսքանի տարի ես էլ դրանց ծերը տուժված, չորացրել եմ մեծամասամբ, սոխակներիս երգը ինչքան լավն է, շատ վաղ լուր եմ մնում, վայելում եմ այս բնության ձայները ու իմ գործերը առաջ եմ տանում, երեք էլ, որ այդ տրամադրության մեջ էի, շատ գործ եմ արել, ձեզ չեմ միացել, քանի որ դե հոսանք չկար, մինչև որ միացրին, ես պարապ չեմ մնացել, գործեր եմ արել, այս որ պետք ամրացնենք, այդ տարածքը մաքրել եմ, մի խոսքով, ես պարապնացողներից չեմ, հիմա էլ մինչև գործի գնալս, ճիշտ է հոսանք չկա, բայց էլի չեմ ուզում պարապ մնամ, կգնամ իմ բաղջում մի թեթև գործ կանեմ, մեծ գործ չեմ կարա ձեռնարկեմ, քանի որ մի քիչ էլ սպասողական եմ, մի քիչ ամեն բան իրար խառնվել ու նման դեպքերում մի քիչ մենք էլ ենք իրար խառնվում, մեր էությունով, մեր գործերով, մենք էլ ենք իրար խառնվում, հենց որ հոսանքը չի լինում, բոլորիս գործերը մի տեսակ ձախողվում է, իրար խառնվում, հետո այդ ձևն է լինում, այդ վիճակն է լինում, ամեն դեպքում, սենց որ նայում եմ հիմա իմ նման շատ մարդիկ, դուրս են եկել, մեկը հողնափորում, մեկը իրա բաղջում իրա ծառերի վրա է գործանում, դե ինձ սիրել հետևորդներ ջան, ցույց տվեցի թե ինչ ապրանք եմ գնել, հիմա ես էլ կգնամ իմ բաղջում մի թեթև գործ կձեռնարկեմ, դեռ 2 ժամ կա իմ գործի գնալուց, եթե լույսերը կտան շատ բարի, եթե չեն տա կսպասենք տալուն, քանի որ երբ որ ասենք ինչ որ մի խափանում է լինում, ոչ կապված աշխատողի հետ, ասենք որ այդ ինչ որ բաները, լարերը իրար են կսվում ու խափանում է լինում, հիմա արդեն իրանք հայտարարել են, որ պետք է անջատեն, որպեսզի այդ ամեն ինչը կարգավորեն, էլեկտրոցանցի մարդիկ էլ, որ ծառայում են ժողովրդին, նրանք էլ են տրամադրված, որ ամեն բան կարգավորեն ու ժողովրդին վնասներ չլինեն, ամենքս մեր գործի մեջ պատասխանատու ենք դառնում, ամենքս մեր առաջ պատասխանատու ենք դառնում, և կյանքը այդպես է շարունակվում, սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ այս սետկաները, որ այսօր բերել եմ, ինձ օգնել է Վահանիկի պապան, իրա մեքենայով եմ գնացել, խանութից բերել, տուն հասցրել, ինքն էլ իրանց տունն է վերանորոգում, ինքն է անում այդ գործերը, տեսնենք, եթե ստացվի, ասելա, որ կգա ինձ կօգնի այս գործում, էլի մարդիկ կան, որ դիմել եմ, ասել են, որ կգանք կօգնենք, տեսնենք, ամեն մարդ հիմա իրա գործով զբաղված, բայց թե էլի մեր մարդ տեսակը չենք կորցնում և ինչքան հնարավոր է, ուզում ենք, որ օգնենք մեր դիմացինի մարդկանց, այդպես, հավերս հանգիստ են, խաղաղ են, մի քանիս արևկող են անում, շներս էլ հիմա հանգստացան, արևկող են անում, նոր է իրանց էլ ուտելիք տվել, դրա համար այդպես դեռ հոտոտում էին, մի խոսքով, լավն է, օրը շատ լավ օր է բացվել, գարնան օր, ապրիլ ամիսը դեռ ցրտեր կանի, ինչու չէ նաև հնարավոր է ձյուն էլ գա, քանի որ ապրիլի մեջ դեռևս ձյունը սպասելի է, բնության օրենքները այդ ձև է, սիրելի հետևորդներ ջան, այդպես, դե գնացինք, ես գնում եմ իմ բաղջեն, գնամ մի թեթև գործ կա, ձեռնարկեմ, էդ էլ առաջ տանեմ։ Այսքան վաղ բաղջում գործեր էի անում, սիրելի հետևորդներ ջան, բայց ձեզ չեմ միացել, քանի որ լույսերը չկա, աջալով փաթաթել էի ինկուբատորը, որի մեջ մի քանի հատ ձու կա, ասեմ, որ 50 հատ ձվից մի 10 հատ, մի քիչ ավել կասկածելով մնացել էր, բոլորը լակ էր, 40-ից ավելը լակ էր, ստուգումների ժամանակ, են արդեն դեն եմ նետել, ու հիմա քանի որ լույսերի անջատումը կերկարի, այս աջալն էլ չի օգնի, հիմա հետ եմ քաշում, էլեկտրական սղոցով գործեր եմ արել, այդ տարածքը մաքրում եմ ավելորդ ընդեղ աճած բաներ կա,
ու սենց անմիջապես եկել եմ, որ սրանցով զբաղվեմ, գազի վրա ջուր եմ դրել տաքանա, կլցնեմ գրելքի մեջ, հետո սրբիչով կփաթաթեմ ու այս տուփի մեջ կպահեմ, ստեղ կտոր եմ դրել, մի հատը ծագել արդեն, այ ջուտի ջան, այս ընթացքում 21 օրում ոչ մի անգամ լույսերը չեն տարել, սիրելի հետևորդներ ջան, ու հենց դուրս գալ օրը, վաղնա դուրս գալու օրը, բայց մի օր առաջ երբեմն ամենաակտիվ ջուտիկները ծագում են, հեսա մեկը ծագել է, մոտեցնեմ, ծիվծվում է մեջը, այս մեկը ձեռքիս պահեմ, նույնիսկ արդեն սառնություն էլ ունի, այսքանը որ ստեղ թողել եմ, մի մասը կասկածելի է, մի մասը չգիտեմ, ստուգել եմ այդ իր աֆանառիկով ճուտիկ այրևացել, ինչև դուրս չգա, չեմ կարա իմանամ։ Ոչ մի անգամ սեն չեր պատահել այ, որ ես ծու դնեմ ճուտիկ դուրս գալու համար, հետո այդքան շատ լակ դուրս գա, դե բնություն է, էդ էլ ապատահում, բնության օրենքը, երբեմն էլ խախտված է լինում, ով իմանա, մինչև չիմանա, անկտրել ձմերուկի պես է, այս էլ ձույա, հա գիտենք, ակլորի ձույա, այդ տվյալ մարդը, որ շատ հավապահում ու ես այս ձուն թխսի համար ուզել եմ, առել եմ, նա ինչ մեղք ունի, եթե ակլորը հավերի մեջ է, բոլորս էլ վստահ ենք լինում, որ ուրեմն ճուտիկ դուրս կգա, հիմա այս մեկը առաջն եկնա, այսքան ձվից, 50 հատ ձվից, այս մի քանի հատնա մնացել ու կասկածելի են, կսպասեմ, կտեսնեմ, հիմա սիրելի հետևորդներ ջան, էլ չեմ ուզում ժամանակ կորցնեմ ու սրանցով եմ ուզում զբաղվեմ, այսպես էլ վլոգս կավարտեմ, հետո կգնամ իմ աշխատանքին, եթե աշխատավայրում լույս կլինի, վլոգս աշխատավայրից կտեղավորեմ, ձեզ կհասցնեմ, եթե ոչ, կգամ տուն, ինձ թվում է լույսերը կտան և արդեն իմ վլոգը ձեզ կհասցնեմ, այս անգամ շատ երկար վլոգ չարեցի, տեսախցիկը իջեցրել եմ, որ դուք էլ տեսնեք, թե իմ ինկուբատորում ինչ է կատարվում, ստեղ սետկա եմ դրել, որ ճուտիկները դուրս գան, նույնիսկ մտքովս անցնում է, եթե մենակ ես մի ճուտիկն էլի անգամ, կտենամ ով ունի թուղս, քանի որ արդեն թխսի շրջանն էլ է, երբեմն թխսեր կան, հավեր կան, որ ավելի շուտ են թուղս նստում, մի բան կանեմ, կամ էլ ես կպահեմ, հենց մենակով իրանով, եթե սրանց մեջից ճուտիկներ չծնվեն, օյս արջում արդեն, պետք է արագացնեմ, ուրեմն այստեղ 50 հատ ձվից ինչքան է մնացել, 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16 հատ ձու, 16 հատից, եթե գոնե 10 հատը դուրս գա, գող կլինեմ, ոչ մեկը մեղավոր չի սրանում, սիրելի հետևորդներ ջան, թող մի անգամ էլ սենց լինի, ճիշտ ասում եմ, իմ կյանքում դեռ ոչ մի անգամ սենց բան չի եղել, բայց մի անգամն էլ լինում է, այսպես, դե ինչ վլոգս ավարտեմ, սիրելի հետևորդներ ջան, այնտեղ ջուրն արդեն տաքացած կլինի, կլցնեմ գրելքի մեջ, կփաթաթեմ, կզբաղվեմ սրանցով ու շատ իր կլինեմ, որ ճուտիկները ծնվեն, քանի որ արդեն ճուտիկը պատրաստ է ծնվելու, եթե տաք լինի, ինքը արդեն կազմավորված ճուտիկ է, ցույց տվեցի, որ այստեղ արդեն ծագել է, ծվծվում է, այս մնացածն էլ, եթե նորմալ ջտերել են, ասենք լնում է, որ նորմալ չեն լնում, ինչ որ թերի կողմեր են ունենում, ճիշտ է ձևավորված է լինում, բայց չեն ծնվում, տեսնենք ոնց կլինի, Աստված առաջ, ես էլ պատրաստվեմ գնամ գործի, վլոգս ավարտեմ, տեսնեմ երբ եմ ձեզ հասցնում, լավ եղեք և թող որ ձեր գործերն էլ միշտ լավ լինեն, այս աշխարհն հենց աշխարհ է, սիրելի հետևորդներ ջան, ինչ լինելու է, նա է լինում, այսպես